լինելու է սեպտեմբերին, չի ուշանալու այլևս։ Սա արդեն իսկ քրեական հանցագործություն է։ Դու շանտաժ ես անում քաղաքացիներին, դու սպառնում ես քաղաքացիներին։ Խորհրդարանական ընդդիմությունը ահազանգում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնանում է ժողովրդի ազատ ընտրության կամքի վրա, շանտաժի միջոցով փորձելով ստիպել ընտրողներին հունիսի 7-ին քվեարկել իր օգտին, հակառակ դեպքում պնդելով, թե պատերազմ կլինի։ Ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Մարդկանց կամքի վրա ազդելու սպառնալիք է, որն արգելված է եւ քրեորեն պատժելի արարք է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմամբ Փաշինյանը քրեական հանցագործություն է կատարում եւ գլխավոր դատախազությունը պարտավոր է վարույթ հարուցել քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի հատկանիշներով բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար։ Տեսեք, ինքնիշխանության կարևոր տարրերից մեկը ժողովրդավարության ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Երբ որ ինքը ժողովրդի կամքին սպառնում է հնարավոր հավանական պատերազմով, այսինքն հնարավոր բռնությամբ, ինքը արդեն ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործություն է կատարում։ Եվ եթե մենք ունենայինք նորմալ դատախազություն, չեմ ասում ընդդիմությանը լսող, օրենքը, սահմանադրական նորմը պահող դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, հիմա արդեն քրեական վարույթը պետք է նախաձեռնված լիներ։ Եթե գլխավոր դատախազությունը քայլեր չձեռնարկի Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ, ապա Հայաստան խմբակցության քարտուղարը չի բացառում, որ իրենք կդիմեն իրավապահ մարմիններին։ Խորհրդանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի Սերժ Սարգսյանի առաջնորդած Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի համոզմամբ ընտրողների ազատ կամ արտահայտման դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները պետք է դառնան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կառույցների ուշադրության առարկա։ Եթե մենք լինեինք իսկապես նորմալ, ժողովրդավարական, զարգացող երկիր, եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ոչ թե լիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուստր ձեռնարկությունը, այլ իրապես անկախ հանձնաժողով, պետք է արդեն արձանագրած լիներ, որ Հայաստանի քաղաքացիների կամքի վրա կա բռնարարք։ Եվ այդ բռնությունը դրսևորվում է շանտաժի եղանակով, եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Թովմասյանն ասում է, որ անցել են ժամանակները, երբ ընտրությունները կեղծվում էին քվեատուփերը լցոնելով։ Այսօր արդեն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ իշխանությունը պատերազմի մասին իր սպառնալիքներով է ոտնահարում ընտրողի ազատ կամքը։ Եվ սա պիտի արձանագրեն այն միջազգային կառույցները, ովքեր գալիս են մեզ փրկելու տարբեր հիբրիդային պատերազմներից կամ հիբրիդային հարձակումներից, սա այսօր պիտի արձանագրեն նրանք, որովհետև այսօր արդեն ոտնահարում է Հայաստանի ընտրողի ազատ քվեն։ Եվ ես կարդացել եմ, ես սարսափել եմ ուղղակի։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է։ Փաշինյանը մեղադրում է իր քաղաքական մրցակիցներին պատերազմի ուժեր լինելու մեջ, ովքեր նրա բնորոշմամբ ցանկանում են վերանայել խաղաղությունը։ Ավելին, ինչպես երեք արտգործնախարար Արարատ Միրզոյանը ձևակերպեց, ընդդիմությունը Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։ Խոսքը չի գնում տարածքային պահանջների մասին։ Մինչդեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցության քարտուղարը հակադարձում է, երբեք չեն ունեցել տարածքային պահանջ, այդ թվում Արցախի նկատմամբ, իսկ արցախահայերի հիմնարար ազատություններից եւ իրավունքների մասին բարձրաձայնելը չի կարող դիտվել որպես պատերազմի հրահրում։ Նախ մենք խոսում ենք արցախցիների արժանապատիվ, երաշխավորված, անվտանգության երաշխավորված իրավունքներով վերադարձի միջազգային մակարդակում ընդունման մեխանիզմի մասին։ Դուք Ադրբեջանի որևէ տարածքի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջ չունի։ Լսեք, տարածքային պահանջ երբեք չենք ունեցել մենք։ Որևէ քաղաքական ուժ տարածքային պահանջ պաշտոնապես չի ներկայացրել, ըստ էության չի ասել դրա մասին։ Փաշինյանի առանցքային մրցակիցների պնդմամբ միայն Իլհամ Ալիևի քմահաճույքից կախված խաղաղությունը չի կարող իրական լինել։ Հետևաբար Քոչարյանի, Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի ուժերը առաջարկում են խաղաղության հաստատման համար միջազգային երաշխավորների ինստիտուտներ դնել։ Այդ նպատակով նրանք մտադիր են վերաբանակցել նախաստորագրված փաստաթուղթը։ Մինչդեռ Փաշինյանը հակադարձում է, վերաբանակցել նշանակում է անխուսափելի դարձնել պատերազմը։ Քոչարյանի, Կարապետյանի եւ Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն։ Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով։ Հարկավոր է որպեսզի լինի մեխանիզմ, որը այդ խաղաղությունը դարձնի երկարաժամկետ։ Հա,
դա կլինի թե միջազգային կոնսորցիում է, այսպես ասած, որը խաղաղության երաշխավորը կդառնա։ Դա հասկանալի է, բայց եթե Ադրբեջանը չի համաձայնում, ինչ է լինում։ Չի կարող Ադրբեջանը չհամաձայնի, շատ պարզ, եթե մենք խոսում ենք, Ուժի դիրքերից հանդես գա։ ահա, դա նշանակում է իր ուզած խաղաղություն չի։ Եթե իր ուզածը հակադրվելու ուժ այսօր։ Ես չեմ խոսում ֆիզիկական հակադրման մասին, ես խոսում եմ միջազգային դիվանագիտական հնարավորությունների եւ երկրների, որոնք որ այս տարածաշրջանում ուզում են խաղաղություն։ Հիմա եթե ուզում են խաղաղություն, բայց Ադրբեջանը չի ուզում, նշանակում է այդ միջազգային կոնսորցիումն է, չէ, դառնում արդեն Ադրբեջանի հետ երկխոսողը, ոչ թե մենք։ Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է եւ ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան եւ մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը օրերս անդրադառնալով Արցախյան խնդրին շեշտեց, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչման շուրջ, որից հետո արդեն անդրադառնալ արցախցիների անվտանգ վերադարձի հարցին։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին։ Միջազգային Գործող իշխանությունը արցախցիների վերադարձի հարցը չի բարձրացնում։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հորդորում է մոտ 100,000 բռնի տեղահանված արցախցիներին տնավորվել Հայաստանում։